Գիտես սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Թոմ եւ Ջերի գեղարվեստական սագան։ Բայց քանի որ Թոմը հիվանդ էր, իսկ Ջերին երկորով Մոսկվա էր թռել, այսօրվա սագան կվարենք մենք։ Հուսով ենք դուք արդեն հարմարվում եք ձեր փափուկ բասկաթոռների վրա։ Այո, որովհետև մենք արդեն լավ հարմարվել ենք, մոտակա 20 րոպեն չենք պոկվելու ստեղից։ Դիտեք այսօրվա հաղորդմանը։ Քարոզարշավը մտնում է փողոցներ եւ բակեր, ինչ են ասում մարդիկ։ Դաշնակցության մուլտիպլիկացիոն պատասխանը բոլորին։ Ինչ են կարծում քաղաքացիները ընտրակաշարքի մասին։ Միջազգային անձը եւ իհարկե դարձը մհերի հետ։ Եվ այսպես Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Մի րոպե համետ։ Հա։ Բլումը դնենք նոր կուսակցություն, բան նորմալ սկսենք։ Բլում։ Այ հիմա հանրապետականը։ Ինչ հանրապետականը։ Դե բզբզում են, էլի շարունակում են զգլխել, թովել եւ հրապուրել ընտրողներին բակից բակ է բակ։ Այս անգամ ով է։ Այս անգամ ռեյտինգայինի մի հրաշք տեխնացու չխորշեց, եկավ մոտիկ դիստանցիայից ֆիզիկապես զրուցեց մարդկանց հետ։ Հա, չզզվեց։ Պատգամավորության տեխնացու Արման Սահակյանը նախընտրական իր առաջին քարոզարշավը սկսեց Աջափնյակ համայնքից։ Շինարարների 15-1 եւ 15-2 հասցեներին հարակից բակը բավական մարդաշատ էր։ Նախընտրած տեխնացուին նախ դիմավորեցին աղուհացով, ծափողջույներով եւ գրկախառնություններով։ Ադե մարդիկ սիրում են այդ կուսակցությունը ու այդ կադաստրը։ Կադաստրը ինչ կա։ Կադաստրի պետն է, Կադաստրի պետը ինքը գույքի կառավարման վարչության պետն է։ Հա, դե ուրեմն ես չգիտեմ ինչ համար է սիրում, բայց ամենակարևորը մարդիկ սիրում են, ինքը գիտի, Չնայած կադաստրի պետ չի։ Չնայած որ կադաստրի պետ չի ու մեկը չի զլանում, գնում այդ մարդկանց հետ հանդիպում է, այդ է իսկական ջիգյարը։ Դու պատկերացնում ես որ համել կադաստրի պետ լիներ։ Ասեղ քշելու տեղ չէր լինի։ Տոմսերը կվաճառվեին։ Ամբողջ ստադիոնը կլցնեին։ Խորհրդանական ընտրություններում մենք մշտապես վստահում եւ աջակցում ենք Արման Սահակյանին։ Յուրաքանչյուր բնակիչ պետք է համոզված եւ վստահ լինի, որ մեր թիմն աշխատելու է հանուն մեր երկրի ու նրա քաղաքացիների ապահով ապագայի։ Տեսնում ես, հանրապետականներին աջակցողները նույնիսկ կարդալ գիտեն։ Ստավ հաջորդ կուսակցությունը գնացինք։ Նարեկ, իսկ բուն տեխնացուն չես ուզում լսես։ Պարտադիր է ես։ Դե բա լսենք, լավ։ Պիտի փորձենք մեր խոսքով, մեր գործով ազգային ժողովում բարձրաձայնել այդ խնդիրների եւ խնդիրների համար։ Վերջապես ինչ որ մեկը ժողովրդի խոսքը կբարձրաձայնի։ Այո, ու կպայքարի իշխանության դեմ։ Հա։ Սպաս իրանք չեն իշխանություն։ Առայժմ հա, բայց ընտրություններից հետո իրանք են ուզում դառնալ իշխանություն։ Տիգրան Ուրիխանյանը Արմավիրի գյուղացիներին վստահեցրեց, թե իրենց պայքարը խորհրդարանում պարզապես տեղ զբաղեցնելու համար չէ։ Իրենք ցանկանում են խորհրդարանում մեծամասնություն ձևավորել եւ կազմել կառավարություն։ Մենք գնում ենք մեծամասնություն տանելու Ծառուկյան դաշինքը պիտի տանի քաղաքական մեծամասնություն ձևավորի իր կառավարությունը։ Բա, իսկ Հայ ազգային կոնգրեսը շատ նորարար կողմից մոտեցավ ընտրություններին Արմավիրում։ Այո, նորարար մոտեցում։ Դու գիտես ինչ պիտի ասի։ Չէ, բայց դու որ ասում ես, ես վստահում եմ։ Կոնգրեսը ԺԿ դաշինքից Արմավիրում առաջադրված տեխնացու Մերուժան Աբրահամյանը արևիկցիներին կոչ արեց հանրապետականին ձայն չտալ։ Հաջորդ իշխանությունը ով ուզում է գա, չեմ ասում մեծ տվեք, գիտեք, ով ուզում է գա։ Ով ուզում է։ Բայց դա լավ մոտեցում է։ Այդ հակառակ ռևերսիվ հոգեբանություն է, տենց որ ասում ես, մարդիկ ասում, չէ, ձեզ կընտրենք, ոչ թե ով ուզում է գա։ Դեց էլ ասեցին հենց։ Չէ, ուղղակի մարդիկ տեղյակ չէին այդ հոգեբանության մասին։ Ստիպված Լևոն Զուրաբյանը ասեց. «Դուք կաշառք տվողներին մի ընտրեք, մնացածը ինչ ուզում եք»։ Բայց արևիկցիները ասեցին, «Հարգելիս ինչ կաշառք, այստեղ բախ չի վիճակվել»։ Արևիկցիները Լևոն Զուրաբյանին վստահեցրեցին։ Կաշառք առաջարկող էլ չկա։ Դες բան չենք լսել։ Ընդրակաշարական ավելի լավ եթե չկա։ Ինչն է ավելի լավ, ինչը մարդիկ իրենց անտեսված են զգում։ Սաղ Երևանում կա, իսկ մարզերում չկա։ Հա, բայց ոչինչ։ Սենց վիճակից վստահ եմ կա ելք։ Կոնկրետ որտեղ։ Երևանի համայնքում։ Մենք եկել ենք ձեզ ասելու, որ Հայաստանը համակած հուսահատության ճգնաժամից ելք կա։ Ցավոք բնակիչները կորցրել էին հավատը։ Դե ոնց չհուսահատվել։ Բնակիչների շատերը ապրում են ճաղերի հետևում։ Հենց տենց։ Նուբարաշենի հետ է երևի։ Չէ, հենց Երևանում բնակիչները ապրում են ճաղերի հետևում։ Ես մի բան ասեմ ձեզ, այս բոլորը սուտ է։
Ես չեմ հավատում, ես իմ հավատքը կորցրել եմ։ Ես ինչ վիճակ է։ Բա ում են ընտրում սենց վիճակում ապրող մարդիկ։ Կմտածեք դուք։ Դե իշխանություններից հոգնած կլինեն։ Կմտածեք դուք։ Բայց Կասի Սերգեյը։ Նախորդ անգամում էիք ընտրել Հանրապետական։ Ինչ-որ վստահություն ընդդիմության նկատմամբ կա։ Ես մենք այդ մեր Սերեբոնո շրջանի բանին ենք ընտրելու հարությունին էլի, չգիտեմ հետո ոնց կլինի։ Մենք Հանրապետականը ինձ Հանրապետականը, բայց ինքը շատ լավ, որպես մարդ, իդեալական մարդ է էլի։ որպես հանրապետական տես ես իմիջ չի, բայց որպես մարդ իդեալական։ Լրիվ են կինոյի մեջի տղենա։ Հա, որ киноյի։ Են։ А что ты все говорил в нашем возрасте влюбиться невозможно, там человеке все недостатки видишь. Журналы какие-то там нам зачитывал. А у него нет недостатков. Он самый лучший человек на свете. Լավ։ Իսկ հայկական վերածնունդը շեշտը դնում է ԱԺ-ում կանանց դերի վրա։ Ինչ դերի։ Կհարցնեք դուք։ Հերիք այլ է հնարքանես։ Կասի Սերգեյը։ Չելուր համը հանում այդ մեկը։ Կբորբոքվի զգայուն Սերգեյչիկը։ Դա Հա լավ, հանգստած ինչ ես վրա տալի։ Ինչ նեղվեցիր։ Եթե չես ուզում էլ վաբշե հետդ կատակ չեմ։ Ես չեմ ասում վաբշե կատակ մի ես ասում այդ մեկը էլ մի արա։ Ախպերս, եթե այդ մի կարգի կատակ չես ուզում, դա նշանակում է, որ էլ ոչ մի կարգի կատակ հետը դու չանենք ապեր։ Չհասկացար ախպեր, ես քեզ ասում, այդ մեկը մի արա, մնացածը Չես օքեյ ջոգում, է։ որ արդեն կոճակը տեմ բռնե ու սենց անիմաստնայում դու լը երկարացնում։ Լավ, ապեր, լավ։ Կինը քաղաքականության մեջ բերում է ներդաշնակություն։ Կինը քաղաքականության մեջ բերում է հանդուրժողականություն։ Տեսեք, վաղվա խորհրդարանում 25-30 կին է լինելու, չէ՞։ Կամ 20-ից 30։ Սա տղամարդկանց ստիպելու է ավելի իրենց հավասարակշիռ պահել։ Հա, կարելի է ԱԺ-ի կանանց նստացնել Արաքել Բովսիսյանի շուրջը շրջանակով, sense կլոր ու հենց բորբոքվի ուզենա ճո։ Հա, sense կնայի Ստիպած պատգամավորը կմտնի Facebook ու ընդեղ կարտահայտի իր վրդովմունքը։ Էլ ինչ մոտեցում ունի կանանց նկատմամբ ՀՎԿ-ն։ Եվ ընդհանրապես այնտեղ, որտեղ կան կանայք, այնտեղ կա երջանկություն, հաջողություն, ներդաշնակություն։ Այո, ի սկզբանե տաքսիստները աչքուլունքի տեղը կանանց էին կախում տաքսիում, որ հաջողություն լինի, բայց հետո զգացին, որ տեղը շատ է զբաղեցվում։ Հետո այն նոր տուն տեղափոխվելից առաջինը ներս են թողնում կնոջը, ասենց հետևում են, որտեղ կինը գնա պարկի, այդ ամենահաջող տեղն է, մախչակալը տեղն է դա։ Իսկ որպես պրակտիկայել ՀՎԿ կանանց միության նախագահը արեց շատ պրակտիկ առաջարկ։ Յուրաքանչյուրս թեկուր մի փոքրիկ գործ, մի փոքրիկ մեսիջ, եթե ուղարկենք տիեզերք, ինքը կլցվի, տեսեք որքան մենք շատ ենք։ Մեսիջ ուղարկենք տիեզերք, ինքը կլցվի, ով, տիեզերքը թե օրինակ Սերգեյը։ Ազատ դեմոկրատները ազատ ֆրֆռում են Երևանով եւ կոչ անում ազատորեն քվեարկել իրենց։ Ապեր վերջում մնա մի հատ խոսանք։ Այդ ախպերս, եթե ուզում ես զրույց անենք, գոնե ասենք պրոստը այդ կարգի կատակները ինձ հաճելի չեն։ Իսկ ինձ քո կոճակը հաճելի չի, ասենք ես ինչ։ Չէ, ասենք ես չեմ ասում վաբշե բան մի արա, պրոստը այդ կատակները ասենք ինձ դուր չեն գալիս։ Հիմա լեզվիտ ես տալիս թե դուխիտ։ Մախիս։ Բնակիչների մի մասն ասում էր, թե ձայնն այլ կուսակցության է խոստացել, մյուսներն էլ նշում, թե գումարի առաջարկի են սպասում։ Տակը գրում են ոչ մեկին չեմ ընտրում, որտեղ ոչ մեկի հանդեպ հավատ չունեն։ Այլ որ կանոնտարակ հաստատ մեզ տեսնենք դեր, տեսնենք։ Այ տենց են մարդիկ ահագին հավատը կորցրած։ Բայց կա մի բան, որը կարող է նրանց ստիպել գնալ ընտրությունների։ Դեմոկրատների բուկլետ կարդալը։ Չէ։ Հավատը վաղվա օրվա հանդեպ։ Համարյա։ Կամ էլ շատ փող է տալի նրան եմ ընտրում։ Կաշառք եք վերցնում այսինքն։ Բայ, որ եւ երևից կաշառված են բոլորը, ես խի հասարակ մարդ չկաշառվեմ։ Ինչ վայն, դա զարմանում ոնց որ բաբոտ քանի տարիա տենց չի գնում ընտրում։ Տականք։ Պարոն Սաֆարյան, մի հատ հուպ տվեք, համոզեք մարդկանց, որ իրենց կողքին եք, որ ձայն տան բլին։ Ապեր, բաբոյս մասին կատակները թարգի։ Հումոր էր, բոլորն գիտեն, որ Դազմիռ Արամայիսովնան կյանքում տես բան չի անի, նորմալ է։ Դու կատակով էլ չպետք է կպնես իմ բաբոյին, ինքը իմ սրբությունն է։ Ես քոպես շատ եմ, քեզնից էլ շատ եմ իրանցի։ Մենք ձեզ չենք լքելու, երբեք չենք լքելու։ Եթե ձեզ լքող լինեինք, ավելի շուտ լքած կլինեինք, ձեր խնդիրները երբեք չենք լքելու ձեզ էլ հետը։ Այդ այն շատ լավ է։ Հիմա ձայն կտակ, պապի ջան։ Բայց քեզի անպայման կընտրեի, եթե
Ձայնը շտայի ուրիշ է ճիշտ ասած։ Այդ միակ պատճառն է, որ քեզ չեմ ընտրում։ Շատ մեծ սիրով կընտրեի, թե չէ, բայց թարսի պես ձայնս ուրիշ եմ տալիս։ Թե չէ սիրով։ Իսկ ում է տալիս այդ ձայնը։ Բա ինչի՞ Տվել եմ ես բարգավաճ եմ, միայն բարգավաճ եմ, որտեվ ինձ մոդիկ մարդ է։ Ձյազ ջան, բայց ախր դուք բուկլետը կարդացեք մի հատ։ Ջե Հայաստանում մենակ մոտիկ ծանոթն է անցնում։ Ուսել ծահուն ընտրական քարոզի դերերը փոխվեցին ու պատահական անցորդները սկսեցին դասախոսություններ կարդալ ազատ դեմոկրատներին։ Օրինակ քիչ է համախմբվել։ Այդ լավ է ասում։ Այդ մեկը ճիշտ է ասում։ Գիտեք ինչքան ձայներ է կորցնելու։ Մեկը մենք հիմա լավը չենք գնում, չէ՞։ Ուղղակի որոշում ենք այս վատից ազատվել։ Մենք անդունդի եզրով քայլում ենք։ Այդ միանշանակ։ Վատից ազատվելու մասին չէ խոսքը։ Միանշանակ։ Դե դրա համար նայեք։ Պարոն Սաֆարյան, մի թողեք խոսա, դուք ասեք ինչա պետք դրա համար։ Թե իրանք հիմա ձեզ կամոզեն, որ դուք էլ չգնաք ընտրությունների։ Անձնական եսը մի կողմ դնենք։ Ճիշտ եք։ Բոլորը համախմբենք մի հարցի շուրջ։ Դե հիմա այդ նույն բանը անելու ենք ընտրություններից հետո։ Չեմ հավատում, որ ամեն մեկ իր եսը մի կողմ։ Մենք կարողանալու ենք ցավատ բանեմ։ Բուկլետը կարդացեք, դուք բուկլետը, ու ձեր ամբողջ կյանքը շուռ կգա կփոխվի։ Լավ, անցնենք մյուսներին, խնդրում եմ։ Թող մարդիկ շունչ քաշեն, էլի։ Մի լոմկի, Սերգեյ։ Մի հատ ընդհատենք, հետո կշարունակենք։ Սերոջը լոմկես։ Մնացեք մեզ հետ։ Դաշնակցությունը մեզ ուրախացրեց մուլտիպլիկացիոն նախընտրական հոլովակով։ Բայց շատ խելացի քայլ է, հիմիկվայից մատաղ սերնդին գայթակղում ես ու տենց։ Դե էկրանների մոտ հրավիրեք նաև ամենափոքրիկներին, առանց ավելորդ ձգձգելու մուլտֆիլմ Armcomedy եթերում, չէ՞ Սերգեյ Մորաքույր։ Մորաքույրը ո՞րն է։ Հազար ներողություն։ Սերգեյ Հորաքույր։ Այդ ուրիշ, դիտենք։ Թվաց թե այդ պերսոնաժը Գեղամյանին էր նման։ Թվաց, իհարկե թվաց։ Մուլտֆիլմում հավաքական կերպարներ են, կոնկրետ ոչ մեկի նման չեն։ Լավ, իրոք երևի թվաց։ Շարունակենք դիտել։ Հոп։ Ինչ։ Ակնհայտ չի ով էր, մի քիչ չէր նման, կոնկրետ նման էր։ Ընդհանրապես նման չէր Բիշարյանին։ Ես չասեցի Բիշարյան։ Ով ասես Բիշարյան։ Շարունակենք դիտել։ Այդ տենց հրաշալի մուլտ, քանի բոլորը կռիվ են անում, խնձորի շուկայում հայտնվեց նոր օպերատոր։ Այս կռիվ անողներից են մեկն էլ կոպիա Լովա Խաչատրյանն էր զգա։ Հերիքա, մի քիչ էլ ուրիշ կուսակցություններից։ Օրոյի Քարոզարշավին եկած քաղաքացիներից մեկը տեսել է Ռաֆի Հովանեսյանին։ Լուրջ։ Նույն հետո պարզվեց Քյավառի Քարոզարշավներ ու այդ մարդու տրամադրությունը մի քիչ լավ էր։ Ես ինձ լավ գիտեմ, ինչ եմ արել, ինչ կարող եմ անել։ Ես Ռաֆի Հովանեսյանին լավ եմ ճանաչում, մենք նույն դպրոցն ենք հաջախել Միացյալ Նահանգներում։ Պարոն Օսկանյան, իսկ կարող է իր ձեռքի համարն էլ ունենաք, որովհետև չգիտեմ, նկատել եք թե չէ, ինքը չկա։ Միայն Արմեն Մարտիրոսյանով կուշ չես լինի։ Իսկ սումա թվալ, որ այն պաստարի միջի Հովանեսյանն է լրիվ ֆոտոշոպ է։ Նարեկ։ Լավ, ուղղակի միտքեր կիսվում եմ։ Անցնենք առաջ։ Սեյրան Օհանյանը մի հրաշալի ժեստ արեց Քարոզարշավի ընթացքում։ Մտավ իր մրցակից Սասուն Միքայելյանի շտաբ, ուղղակի սենց ջերմ ողջունելու։ Այ դզեց, այ շատ գեղեցիկ քայլ է։ Մենք շատ հարգում ենք Սասունին։ Ինքը գեղարքունիքի մարզում, հա։ Ուրեմն կբարևեք իրան, մենք մտնենք 1 վայրկյան եւ դուրս գանք, որտեղ ժամանակի Ուպս, եթե ինչ-որ մեկի մտքով անցներ սկզբից զանգել ճշտել Սասուն Միքայելյանի շտաբում, թե չէ, իսկապես շատ գեղեցիկ քայլ կստացվեր։ Դեսից էլ վատ չէր։ Ջուր խմեցին։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք, գնանք կբարևեք Սասուն։ Լավ, շնորհակալություն։ Դե Ռաֆին որ չկա, այդ բարևելու պահը ոչ մի կերպ չի աշխատում։ Այսպես բարդ մեկ ուզում եմ մի պահ կտրվի էլի այս Քարոզարշավից։ Նստեղ ընկնի, որ ոչ պաստառներ լինեն, ոչ շտաբեր, ամեն քայլին։ Տեսնես կատ են ստեղ, գոնե հեքիաթներում։ Քարոզարշավի 3-րդ օրն է, սակայն Գյումրիում գրեթե ոչինչ չի հիշեցնում, որ 26 օրից խորհրդարանական ընտրություններ են։ Քաղաքական ուժերը ոչ նախընտրական շտաբներ են բացել, ոչ էլ նույնիսկ նախընտրական պաստառներ փակցրել։
Մնացեք մեզ հետ։ Իսկ մենք կմնանք Գյումրիում։ Իսկ այժմ հասկանանք ինչից է պետք զգուշանալ ընտրությունների ժամանակ։ Մեր գործընկերները պատրաստել են փոքրիկ սոցիալական գովազդ ընտրությունների չար ու բարի կողմերի մասին։ Դիտենք փոքրիկ Նարեկի եւ Սերգեյի ուսուցողական վիդեո ձեռնարկը։ Բարև հ քաղաքացի։ Բարև կասկածելի քաղաքական մանիպուլյատոր։ Կուզենաս արագ աշխատել 40,000 դրամ։ Լսի կլինի գոնե այս ընտրություններին համը չհանենք։ Ինչի՞։ Չես ուզում ես հրաշալի գեղեցկուիներին։ Լսի դու հասկանում ես, որ լիքը երկրներ օգնում են Հայաստանին, որ այս բանը տեղի չունենա։ Ո՞վ է օգնում։ Եվրամիությունը 7 միլիոն եվրո է տալիս որպես ֆինանսական աջակցություն ընտրական գործընթացին։ Հասկանում ես, մարդիկ օգնում են մշակել ու ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգեր, մեկտեղելու էլեկտրոնային կառավարման բոլոր գործիքներն ու տվյալների շտեմարանները էլեկտրոնային հասարակություն ձևավորելու ու մեր կյանքի որակը բարելավելու համար։ Հիմա կամուկացի մեջ ես, նա ես չեմ կարող անվերջ ձեռքումս սպայեմ սրանք։ Մենք սա չենք կարող անվերջ անել։ Գիտես, որ ընտրատեղամասերի 95%-ում տեսախցիկ են օգնում տեղադրել։ Չէ, բայց այս փողով կարող ես ինքդ քեզ տեսախցիկ գնես։ Դու էլ երբեք մենակ չես լինի, երբ քեզ տամ այս անուշ թղթիկները։ Նրանք իրականում փորձում են մեզ օգնել ինքնախաբեությամբ չզբաղվենք։ Ժանիկ, ինչ խաբեություն, մի անգամվա գործ է, այս մի անգամը արա ու ուղակի մոտակա 5 տարին վստահի մեզ։ Այսինքն 40,000 դրամով վաճառեմ 5 տարվա ապագաս։ Շատ լավ գին եմ ասում, նա ուրիշները 10,000-ը չեն տալիս։ 40,000, այսինքն կյանքիս ամեն տարվա համար 8,000 դրամ։ Տենց էլ կարելի ասել, հա։ Այսինքն ամիսը 666 դրամ։ Թեկուզ։ Այսինքն օրը 22 դրամ։ Հա։ Ու այս կոնֆետը համել։ Ես իմ մի տեսակ ինձ մի քիչ ավելի կարևոր է որ լավ երկրում ապրեմ։ Դե նայ դու գիտես ո՞ր ասում։ Կարող ենք մի անգամ զուտ էքսպերիմենտի համար չվաճառել մեր ապագան։ Լսի, իսկ ոնց կարելի է դիտորդ գրանցվել։ Ինչու։ Դե որ ասիր ավելի լավ երկրում ապրենք։ Ուզում եմ դրանից փորձեմ։ Եվ այսպես միջազգային լուրերի էջն է մեզ հետ։ Այսինքն մեզ հետ է նաև մհերը։ Այո տղաներ, ես ձեզ հետ եմ ու դե երևի པարզ է, չէ, ինչից եմ սկսելու, երևի արդեն դուք եք տեսել այն հոլովակը։ Դե այդ առանձնապես ես լավ էլի դե PR բաներ էլի չնայենք էլի լավ էլի։ Տղեր, գիտեք, ես շատ եմ ուզում, հա, ուղղակի դե պետքա գենացվել է, պետքա։ Georgia, famous for its hospitality and cuisine, is expecting the record-breaking 6 millionth tourist to enter its territory. We decided to organize an outstanding reception for this special guest by inviting this person to a once-in-a-lifetime kind of dinner, one that the whole country took care of. Եթե դեռ չեք տեսել այս հոլովակը, ասեմ, որ ոնց չենք տեսել մհեր ջան։ Դե կարող է մարդկա չի տեսել դեռ։ 4 անգամն է։ Մի խոսքով հոլովակում ասում է, որ Վրաստանը իր 6 միլիոներորդ զբոսաշրջիկին պատրաստել է անակնկալ, այսպես ճակերտավոր փոքրիկ անակնկալ։ Իդեպ այդ 6 միլիոնը ոչ թե ամբողջ Վրաստանի պատմության կտրվածքով, այլ միայն 2016 թվականի, այսինքն 1 տարում 6 միլիոն զբոսաշրջիկ։ Լավ, այդ տղա անունն է Ջեսպեր, ինչ որ հորինված ակնհայտ անուն, որը հենց օդանավակայանում իբր թե իր մաշկի վրա զգաց հայրից թխած վրացիական հյուրընկալությունը։ Այո, էդ էլ են մեզնից թխել այդ հյուրընկալությունը։ This is Georgian wine. That's so sweet. Thank you very much. Enjoy your stay, please. Thank you, darling. Յանի ինչ, գինի։ Կարող է այդ մարդը ընդհանրապես խմող չի, կամ անոնիմ ալկոգոլիկ էր, որը 10 տարի պայքարում էր խմելու դեմ, ու մեկը գինի, մի քիչ ֆայն։ Այդ հետ, հետո ավելի թիթիզ բաներ են անում։ You've got to be joking. Wow. Կորտեժներ, զարմացրիկ էլի, մենք դες բաները ամբողջ օրը տենում ենք։ Լավ, հիմա փորձում ենք զսպել մեր զգացմունքները ու ասեմ, որ հետո այդ տղուն դիմավորեց անձամբ Վրաստանի վարչապետը։ Hello, Jesper. Hello. My name is Georgi Kvirikashvili. Nice to meet you. I am the Prime Minister of this country.
Ու երևի տարավ թանգարաններ, հա։ Ու սկսեց պատմել ինչքան հին ազգ են իրանք, ինչքան հին այբուբեն ունեն։ Չէ, տղերք, նույնիսկ չպատմեց, որ Թիֆլիսը հայերն են կառուցել։ Ուղղակի նստեցին ու մի կտոր հաց կերան իրար հետ։ Գոնե հայկական ռեստորանում։ Իսկ վերջում Ջեսպերը լացեց։ Այդ ասճանի դժգոհ էր, հա։ Հա։ Չէ, տղերք, դա երջանկության արդյունքներ էին։ I'm super grateful. Thank you. Մի խոսքով Ջեսպեր ջան, եթե դու մեզ հիմա դիտում ես, արի Հայաստան, ստեղ ավելի լավ է։ Դու եթե ուզում ես իմանալ գինիել կա, կոնյակ կա, այնքան արաղների տեսականի կա, որ ոչ մի տեղ չկա։ Ու գիտես ինչ լավ վրացական ռեստորաններ ունենք։ Ոյ սենց խինկալներ են տալիս։ Ասեմ ավելին, մեր վարչապետը նաև շատ լավ տիրապետում է հարվածային գործիքներին, հենց որ տենց լոքս չի անցնի քո մոտ, ոնց որ Վրաստանում։ Այ սենց խինկալներ։ Լավ, եկեք խոստովանենք, որ սա տուպը բարի նախանձ է։ Հա, Նարեկ, հա, բարի նախանձ է, բա ինչ ախր մի տարում 6 միլիոն տուրիստ, մի տարում։ Ախր մենք ինչով ենք պակաս։ Ինչով ենք պակաս։ Ես շատ բարի եմ հիմա։ Լավ, մհեր հանգստացի մհեր։ Ու կհանգստանամ, որովհետև չկա չարիք առանց բարիք։ Բաթումիում ցույցեր ու բախումներ են ոստիկանության հետ։ Yes, բայց բարի ցույցեր։ Բարի ցույցեր, բարի ոստիկանության հետ։ Հուսամ Ջեսպերն էլ տեսավ այս կադրերը։ Լավ, բայց ինչ ա եղել մի երկու բառով։ Շաբաթ օրը Բաթումի ոստիկաններից մեկը կանգնացնում է վարորդին, ինչ որ կոնֆլիկտ առաջանում ու արդյունքում ոստիկանը հայհոյում է այս վարորդին։ Դե դա է քրֆել։ Երևի։ Ու պարզվում է, որ Բաթումի բնակիչները չեն սիրում, երբ իրենց հայհոյում է ոստիկանը, արդյունքում սենց թեթև ցույց է տեղի ունենում։ Թե ասա ուրիշ բանո գործ չունե, կարա։ Իսկականից դե հիմա հայհոյել է, հիմա խոսային լեզուկը գտնեին, հիմա ախր այդ մշակույթն չեն կարողանում էլի մեզնից վերցնեն, շատ ուրիշ բաներ թխեն։ Կռիվ են անում ցուցամոլությունն է էլի իրանց։ Էս ինչ է օրինակ։ Շարունակենք ուրախանալ հարևանների անհաջողություններով, բարի ուրախություն, այս անգամ չար հարևանի հետ է կապված, բարի խնդուն եք, չէ՞ չարախնդուն։ Շատ լարվել են Թուրքիայի եւ Նիդերլանդների հարաբերությունները, ահա որ։ Ինչ ա եղել։ Ուրեմն սկսեմ սկզբից շատ խառը պատմություն է։ Թուրքիայի իշխանությունները որոշել են Նիդերլանդերում ակցիա կազմակերպեն, որն ուղղված էր նախագահի լիազորությունների ընդարձակմանը, ու Նիդերլանդների իշխանություններն էլ դեմ են եղել, ասել են, բայց մեր երկրում պետք չի տենց ակցիաներ անել։ Ինչի արդյունքում սկսվել է կոնֆլիկտ եւ բանը հասել է արդեն նրան, որ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի ինքնաթիռը չեն թողել վայրեջք կատարի Նիդերլանդներում։ Ու հիմա ինչ փուլում է այս։ Հիմա այն ամենահետաքրքիր փուլը այստեղ է սկսել ու որպես աշխարհի ամենադեմոկրատական երկրի առաջնորդ հենց Էրդողանը ասել է, որ Նիդերլանդները ֆաշիստական պետություն են, այո, Թուրքիան ինչ որ մեկին ասում է ֆաշիստական պետություն, արդյունքում Գերմանիան է պատասխանել թուրքերին, ոչ միայն Նիդերլանդները, որ դե բառը մի տեսակ ոնց որ ֆտարով բառը պետք է ասել։ Ֆտարով բառը պետք չի ասել։ Մի խոսքով շատ խառը պատմություն է, քանի որ այս պայն տեսանյութեր ու լուսանկարներ առանձնապես չունենք, կհետևենք այս ամեն ինչին, տեսնենք, конечно, կհետևենք։ Այո։ Բայց առաջարկում եմ փոխենք նորությունների բնույթը ու ավելի պոզիտիվ բաներով զբաղվենք, առաջարկում եմ հենց հիմա դիտել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ծիծաղը։ Բարի ծիծաղը։ Did she actually Չգիտեմ, ոչ մեկ չգիտի, նույնիսկ բրիտանացիները չգիտեն, բայց արդեն նրան հենց Բրիտանիայում սկսել են, ոչ թե նրան, այլ նրա ծիծաղը սկսել են համեմատել Դոկտոր Զլոյի Austin Powers-ի մեջի Դոկտոր Զլոյի ծիծաղի հետ։ Իդեպ Դոկտոր Զլո հայերեն ոնց է։ Բժիշկ չարի ծիծաղը։ Ու քանի որ հասանք Մեծ Բրիտանիա, հիմա կդիտենք շաբաթվա ամենաերևի դիտված, բայց ամենապոզիտիվ տեսանյութերից մեկը։ Ուրեմն բրիտանացի գիտնականներից մեկը պայմանավորվեցին, որ չենք հորինում այս նորությունները։ Չէ, բայց լուրջ եմ ասում, բրիտանացի գիտնական է, դոցենտ Քելին
Հարցազրույց էր տալիս BBC հեռուստաալիքին ու թե ինչ եղավ հետո շատ հուզիչ էր։ Scandals happen all the time. The question is, how do democracies respond to those scandals? And what will it mean for the wider region? I think one of your children has just walked in. I mean, shifting sands in the region. Do you think relations with the North may change? I would be surprised if they do. Pardon me. My apologies. What's this going to mean for the region? My apologies. South Korea's policy choices on North Korea have been severely limited in the last 6 months to a year because Այսքանը ժողովուրդ ջան, իդեպ եթե դուք էլ տեսնում եք ինչ որ հետաքրքիր միջազգային նյութեր, անպայման ուղարկեք իմ Facebook-յան էջին կամ Արմ Comedy Facebook-յան էջին, շատ հեշտ է մեզ գտնելը, այսքանը շնորհակալություն, տղերք չեմ վերջացել, խանգարում եք։ Մանկապարտեզ ա լրիվ։ Վերջ։ Իսկ Arm Comedy-ն այսօր այսքաններ։ Վերջում առաջարկում եք դիտել օրավիդեո բոցը։ Դե վարչապետը կարող հայտարարել, կարող չհայտարարել։ Այն մի հատ sense խոսք ասեմ, վերջում չկապեք ուրիշ հետ։ Ասում է արջը մեծ գազան է, ինչ ուզի գանի։ Չգիտեմ նկատեցիք թե չէ, բայց այսօր Կարլը գործի չէր եկել։ Ենթադրում ենք, որ չնկատեցիք, բայց ամեն դեպքում որպես ազնիվ քաղաքացի մենք ասում ենք, այս ամեն ինչը առանց Կարլի։ Մի փոքր վատ էր զգում իրեն, մենք մաղթում ենք իրեն արագ ապակինում ու արագը որն է, ողջամիտ սահմաններում վաղը։ Out of sight, you know where that shot bites.